2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողների կողմից բացահայտվել է հանցագործության 2288 դեպք։ Վկայաբերվող վիճակագրության մեջ առավել ուշագրավը կեղծ փաստաթղթերի հայտնաբերման կտրուկ աճն է։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է նմանատիպ 60 դեպք, ապա այս տարի ցուցանիշը հասել է 301-ի, դրանցից 300-ը վարորդական իրավունքի կեղծ վկայականների հայտնաբերման դեպքերն են եղել։ Ոստիկանությունը ցուցանիշի աճը պայմանավորում է ինտենսիվացած ստուգումներով եւ խստացված վերահսկողությամբ։ Պարեկային ծառայությունը ոստիկանության բոլոր ծառայությունները բարբերաբար իրականացնում են նաեւ ուժեղացված ծառայություններ եւ դրանց ընթացքում շատ ա եղել, որ հայտնաբերվել են նաեւ կեղծ փաստաթղթեր։ Եվ բոլոր նման հայտնաբերված փաստաթղթերից հետո բոլոր դեպքերով ընթացքա տրվում։ Թվի բազմակի աճը ըստ փաստաբանների առաջին հերթին պայմանավորված է կեղծ վկայականների հայտնաբերման արդյունավետությամբ։ Նրանք սակայն չեն բացառում նաեւ մյուս հնարավոր պատճառը՝ վարորդական իրավունքից զրկված անձանց մեծ թիվը։ Փաստաբանների դիտարկմամբ նրանցից շատերը կեղծ վկայականով են շարունակում մեքենա վարել։ Չգիտես ինչու գտնում են, որ կեղծ վարորդական իրավունքը կարող է իրեն իրական վարորդական իրավունքը փոխարինել, բայց չպետք է մոռանանք, որ 21-րդ տարում տեխնիկական մեծ հնարավորություն են պարեկային ծառայությունները եւ վարորդական իրավունքի կեղծ լինելը բարձրացնելը ընդամենը մի քանի րոպե է տևում։ Կարծում եմ, որ պետք է հստակ իմանային եւ հասկանային, որ վարորդական իրավունքի կեղծ լինելը ամենահեշտ բացահայտվող հանցագործություններից մեկն է լինելու։ Վարորդական կեղծ վկայականներին վերաբերող առաջարկները հիմնականում տարածվում են սոցիալական ցանցերում, նշում են ոստիկանությունից։ Սոցիալական տարբեր հարթակներում հանդիպում են հայտարարություններ, որոնց հեղինակները գումարի դիմաց խոստանում են իբր օրինական փաստաթուղթ տրամադրել։ Հիմնականում TikTok հարթակում, Telegram-յան հարթակներում կան գովազդներ, որ չգիտեմ 400-500 հազար դրամի դիմաց կարող ենք տրամադրել վարորդական իրավունքի վկայական, ամեն ինչ օրինական է, ամեն ինչ ճիշտ է եւ այլն, եւ ունենում ենք քաղաքացիներ, որոնք տրվում են դրան, գումար են փոխանցում եւ դառնում են խարդախության զոհ։ Մենք ունեցել ենք դրանով բացահայտումներ։ Վարորդի մոտ կեղծ վկայականի հայտնաբերումը պետք է լինի քննության մեկնարկային, այլ ոչ թե վերջնակետը, նշում են փաստաբանները։ Անհրաժեշտ է վերականգնել հանցագործության ամբողջ շղթան, պարզել թե ով է պատրաստել փաստաթուղթը, ինչպես է այն տարածվել եւ ովքեր են կազմակերպել վաճառքը։ Պատիժների միասնական լինելն է պետք բարձրացնել, քանի որ տարբերակված է մոտեցումը, օրինակ նույն առանց վարորդական իրավունքի ոչ ստավիճակում վարելու դեպքում մի քանի դրվագ 7-8 դրվագ լինել դեպքում անձը կարող է դատապարտվել տուգանքի, բայց մեկ այլ անձ, ով թեկուզ մեկ դեպք ունեցել կամ 2-3, այդ անձի դեպքում չգիտես ինչի ազատազրկում է իրավունք որպես պատիժ։ Եվ հենց այս տարբերակված մոտեցումը անարդարության զգացում առաջացնում եւ դա չի կարող լինել պատժիչ եւ հետագա հանցագործությունների կանխման արդյունավետ միջոց։ Փաստաբանների գնահատմամբ դեպքերի կանխման համար անհրաժեշտ է ոչ միայն պատժի անխուսափելիություն եւ միասնական դատական մոտեցում, այլև կեղծ փաստաթղթերի պատրաստման ու տարածման ամբողջ շղթայի բացահայտում։ Ոստիկանությունն էլ հիշեցնում է, վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով համապատասխան քննությունների հանձնումից հետո։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։